գող կլինեք, ձեր լուսանկարը անձնագրում դարձվի QR։ Ինքը դա ընդունեց վիրավորանք, այսինքն ձեր համար վիրավորանք, հա, իսկ Մեսրոպ Մաշտոցը, որ QR-ը դառը, դա վիրավորական չի։ Մեր պահանջները հստակ են, շատ պարզ, որ Մեսրոպ Մաշտոցը վերադառնա Այբեն-Արարանի առաջին էջ։ Ինչու՞։ Որովհետև Մեսրոպ Մաշտոցը մատենադարանի դիմացի արձան չպետք է դիտարկվի եւ չպետք է միայն տարին մեկ դասարանները գնան օշական, խոնարհվեն, ծաղիկ դնեն եւ չհասկանան ում գերեզմանին են գնում։ Այստեղ նստածները նույնպես երեխա ունեն։ Այդ իրանք որ գրում ջնջում են, դա Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ է, որ այսօր իրանք կարողանում են ունեն հայերեն տարտարեր, որ աշխարհում շատերը վերցրել է լատինատար չունի իր անհատը, իր վառանհատականությունը։ Իսկ մենք ունենք Մեսրոպ Մաշտոց, դա մենք պետք է գնահատենք, ոչ թե այսօր փորձենք։ Դրա համար ես իրան հարց տվեցի, ասի դուք գող կլինեք, ձեր լուսանկարը անձնագրում դարձվի QR։ Ինքը դա ընդունեց վիրավորանք, այսինքն ձեր համար վիրավորանք, հա, իսկ Մեսրոպ Մաշտոցը, որ QR-ը դառը, դա վիրավորական չի։ Ու ցանկացածին ու կուզեք այդ հարցը տամ։ Կուզեն անձնագրում իրենց նկար այդ որոշողներին հարցը տամ։ Կուզեն իրենց լուսանկարը դիտարկվի QR-ով իրենց անձնագիրը նայեն, որ հասկանան իրանք ով են։ Եթե հա, ուրեմն ինչ ասեմ։ Ինչու այսօր որոշեցիք բողոքի ակցիա կազմակերպել։ Դե մենք բարձրաձայնում ենք, մենք համացանցային ձևաչափով, համացանցային հարթակով գրել ենք, պահանջ ներկայացրել ենք, տեսահոլովակներ ենք հրապարակել, բայց տեսել ենք, որ ոչ մի զրո արձագանք։ Դրա համար որ մեր գաղափարակիցներով այն Մեսրոպ Մաշտոցի հետ խոսք ունի, նմանին է գտնում։ Հիմա մեր նմաններով, իհարկե ես համոզված եմ, որ շատ են մեր նմանները, ուղղակի ինչ պատճառներով այստեղ չեն, բայց շատ լավ կլինի համախմբում։ Երբ որ կա համախմբում, դա արդեն իր նպատակին ծառայում է։ Վերցնենք Սիոն լեռը հрьяաների, իրանք համախմբվեցին Սիոն լեռան շուրջ։ Դուք պահանջում եք, որպեսզի Մաշտոցի նկարը վերադառնա Այբեն-Արարան։ Պահանջում ենք, ոչ միայն Մաշտոցի նկարը վերադառնա Այբեն-Արարանի առաջ, այլ նաև Արարատը մեր պետական խորհրդանիշներից չբացակայի։ Դրա համար մեր նախաձեռնության անվանումը Այբ Արարատը, սկիզբ եւ վերջ։ Արարատն է մեր հավերժության գագաթն է, վերջն է, որը բիբլիական է։ Եվ ես նորից եմ ասում, մեր նմանները շատ են, որ այսօր պետքա ոչ թե իրանց պահանջը արդ երկրից անեն կամ չգիտեմ իրանց տնից անեն, այլ պետքա համախմբված անեն։ Մենք մեր այս բարդ առաքելությունը, մեր ուսերին ենք վերցրել, անկեղծ սա բարդ առաքելություն է։ Ոչ մեկի թող չթվա սա հեշտ առաքելություն է։ Ձեր պահանջը կհասնի նախարարին Ժան Անդրեասյանին։ Մեր պահանջը արդեն հասել է նախարարին, որովհետև աշխատակիցը առանց նախարարի ցուցումով իրավունք չուներ դուրս գալու այստեղից։ Նախարարը արդեն տեղեկացված է, բայց ես շատ խիստ կասկածում եմ, որ իրենք գաղափարապես հասկացել են մենք ինչ ենք ուզում եւ նորից իրենցն են պատապնդում, բայց հաջորդի մեր քայլը լինելու է ստորագրը հավաքը։ Եթե հիմա իրանք մեր պահանջին դրական չպատասխան, հիմա գնացել են քննարկման, սպասում ենք, որպեսզի պատասխանեն։ Օրերի ընթացքում է, բայց կարևորը մեր պահանջը իր ինչ որ չափ իր հասավ իր նպատակին, մեզ ընդունեցին, մեզ լսեցին, հիմա սպասում ենք մշակութային գծով պատասխանատուին, որպեսզի Արարատի վերաբերյալ մեր պահանջները ասենք ու իրանք ներկայացնեն կառավարությանը։ Մենք ինչու ենք ուզում, որ Արարատը մնա մեր պետական խորհրդանիշների վրա։ Մեր պահանջները հիմնավորված է, մեր պահանջները օդի մեջ չի։